Խոզը ծնելու է։ Կովը ծնելու է, լա չի ծնել, ոչ խոզը, ոչ կովը, հա։ Ամուսինը ստեղ չէ մեկ պետք է ծնացնենք։ Հեսա կգատիկն եկել են, հեսա ծնացնենք։ Կտենակ։ Թելը կծում ենք ոտից ու քաշում ենք։ Քաշում ենք, ինք դուրս է գալիս, ուսը։ Ցավը քաշում, անտեսեք, ցավը քաշում։ Էլ խոզելը պետք է ծնի ու չկա ոչ մի բան, այս պարկած է։ Նովոսելցովոյում սա սովորական աշխատանքային առավոտ է, որտեղ կնոջ ձեռքն ու խոսքն են որոշիչ։ Տաշիրի այս գյուղերում խոպանը միայն աշխատանք չէ, այլ ապրելակերպ ու կենսաձև, որը տարիներ շարունակ տղամարդկանց կտրում է տնից տեղից, մի տեսակ օտարացնում, խորացնում ժամանակավոր բնակչի սինդրոմը, իսկ կանանց դարձնում ընտանիքի թե հայրը, թե մայրը, թե տնտեսվարը։ Վերայի հոգսը միայն իր գոմի անասունը չէ, նրա ուսերին է մնացել մի ամբողջ տան պատիվն ու ապրուստը, քանի դեռ ամուսինը հազարավոր կիլոմետրեր հեռու օտարության մեջ հացի խնդիր է լուծում, բայց այս օրինակ կենցաղը, որը դարձել է տեղացիների համար ընդունված կարգ, իրականում գյուղի ամենացավոտ վերքի դատարկվելու ու մաշվելու նախերգանքն է, բայց սրա մասին դեռ կխոսենք, հիմա գլխավոր խնդիրը կովիդի ճիշտ ու պատշաճ կազմակերպմանն է, ու այդ հարցում Վերան մենակ չի, նրա կողքին կանանց մի մեծ բրիգադ կա։ Նովոսելցովոյում դեռևս գործում են հին ու բարի հարևանական ավանդույթները, ամեն պահի հարեհաս ու կարեկից լինելը, ու հենց գոմից կլսվի ծննդաբերական առաջին տագնապը կանայք կհավաքվեն ով թելով, ով տաք ջրով, ով էլ պարզապես աշխատանքից ուժեղացած ձեռքերով, մեկ ուրիշն էլ աղոթքով։ Վերայի կողքին այսօր նաև նրա մայրն է, տիկին Նոյեմը։ Նա Տաշիր քաղաքից է հասել գյուղ, որ աղջկան մենակ չթողնի այս ծանր ու պատասխանատու գործում։ Թեև տարիներ առաջ այստեղից քաղաք է տեղափոխվել, բայց Նովոսելցովոյի հողն ու ջուրը նրանն են, ու ձեռքերը դեռ հիշում են գյուղական հազարամյա կարգերը, գյուղի գործի թե բարդությունը, թե բերկրանքը։ Այս արդեն մուսորն է։ Կովեր տագից հանած մուսորն է արջևից։ Մուսորները, հա։ Չէ, չորանա որ վառեն։ Հա, սաղ չես տենեմ, սաղ կա բանը խոդը, մուսորա սրանք։ Պիտանի չի կովերին։ Չէ, պիտանի չի, պիտանի խոդը դի է լծրի։ Այս գոմի ու տան ճանապարհը այսօրվա նրանց հիմնական բանն ու գործն է։ Օրվա մեջ դեռ մի 100 անգամ պիտի գնան գան, մինչև Սևուկովի ծննդաբերական ցավերը սկսվի։ Հենց այդ ժամանակ էլ հարայ կտան, որ հավաքվի կանանց օժանդակ ու հարեհաս բրիգադը։ Ու մինչև գոմում նոր կյանքի համար կռիվ են տալիս, դրսում տիկին Նոյեմը հանդարտ շարժումներով խոտ է դասավորում։ Այստեղ Նովոսելցովոյում ժամանակը կարծես կանգ է առել։ Տաշիրի խիստ կլիման ու կենցաղի դժվարությունը չեն կարողացել հաղթել մի բանի, այս մարդկանց նեղ ու պատասխանատու պահին աջակից լինելու պարտավորությանը։ Քաղաքից գյուղ, հարևանից հարևան բոլորը գիտեն, որ եթե տղամարդը տանը չէ, ուրեմն ամեն մեկը մի տղամարդու գործ պիտի անի, որ ծուխը չմարի, գոմը դատարկ չմնա, որ ապրելու ու գոյատևման կայունության հիմքն է։ Դասակոյնա բարի եղնից էր ոտը թող մեր կովը ծնի։ Էսա ուրեղնի ծնմա, դուք եք օգնեք մեզ, դե մեր գոզն էսա, ուրիշ ոչ մի բան, գյուղ տնտեսություն ուրիշ ոչ մի բան չունենք, ոչ կարտոշկա կաստի, ոչ մի բան չկա, մենակ հունձնա, խոդ ենք հնձում ու վսյո, էդա, անասնապահության են զբաղվում։ Ինչպես ասացին, գյուղում կյանքի ու ապրուստի միակ հույսը անասունն է։ Հող գրեթե չեն մշակում, այստեղի խստաշունչ կլիման խիստ է նաև մշակությամբ զբաղվելու համար։ Հիմնականում սարերի խոտն է ու գոմի բարիքը, բայց այստեղ էլ ամեն ինչ առաջվանը չէ։ Տիկին Նոյեմը ժպիտով, բայց մի տեսակ ափսոսանքով է նկատում, դարը փոխվել է ու այն ինչ իրենց հարցնության ժամանակ սրբություն էր ու պարտադիր կարգ, այսօրվա ջահելների համար մի տեսակ խորթ է դարձել։ Առաջներում անգամ կովի ծնելը միայն հոգս չէր, այլ տոն։ Սպասված ծնած կովի առաջին կաթը ու այդ առաջին կաթից պատրաստված խիժը, որին իրենք դալ են ասում, ուտել խմելու ու հարևան բարեկամով հավաքվելու առիթ էր դառնում։ Հիմա գյուղի հնաբնակները փորձում են հասկանալ, ինչու է փոխվել հարսների ու ջահելների վերաբերմունքը գոմի ու գյուղական ավանդական ուտեստների հանդեպ։ Այսինչ ջահելություն մեծացավ, զարմանում է զրուցակիցս։ Հիմա դալ ուտող չկա, դարն է փոխվել, մարդիկն է ջահելություն դալ վաբշեմ չեն ուտում։ Հիմա դալից կատից են արդեն սկսել զզվալ ջահելություններն է դալ ուտեն։ Մեր ժամանակ անպայման դալ էինք անում, անպայման։ Առաջ հարսները կեսրար հետ հավասար արել են, բայց հիմա չէ, հիմա հարսներին ուրիշ ձևի նայեմ։ Թե մենք արել ենք, հա, մենք արել ենք, թե հարսներն է ջահել են, նայեմ ես, ասում ես խի նրա հարսն սենց եղնի, իմ հարսս մդի կոմ, չի կարել, չէ։
Բայց Նովոսելցովոյում խնդիրը միայն կաթից զզվող կամ գոմ չմտնող ջահելությունը չէ։ Տիկին Նոյեմի նկատած ուրիշ ձևի հարցներն ու նոր սերունդը պարզապես չկարողացան իրենց տեղը գտնել մի վայրում, որտեղ կյանքը կանգ է առել միայն անասնապահության հույսին։ Տաշիրի այս փոքրիկ անկյունում, որտեղ ժամանակին ամեն դարպասից կաթի ու թարմ հացի բույր էր գալիս, այսօր լռությունը գնալով ահագնանում է, դառնում խլացնող լռություն։ Գյուղի թասիբն ու իրար հարգելը մնացել են, բայց մարդիկ են պակասել։ 70 տնտեսությունից մնացած 22 ծուխը վերջին մոհիկանների պես պահում են Նովոսելցովոյի անունը, բայց նույնիսկ ամենամեծ սերը չհաղթեց դպրոցի ու մանկապարտեզի բացակայությանը։ Ես գյուղ շատ եմ սիրել, շատ լավ գյուղ է, ամեն ձևի, առաջ ամեն իրար թասիբով, իրար հարգող, ամեն ձևի, առաջ վաբշեմ ուրիշ գյուղ էր, ամեն ձևի հարգված գյուղ էր, բնակչություն շատ էր, ապրողներ կար, մի 60-70 տնտեսություն կար ստի, տուն մարդիկ տներ կար, ապրողներ շատ էին, դե դպրոց չկա, մանկապարտեզ չկար, երեխեքի խատեր ծնողները կնամ են, մանավանդ ջահելություն, դուրս է գալիս սաղը։ Ջահելությունը գնաց իր հետ տանելով դպրոցի զանգի ձայնն ու մանկապարտեզի աշխուժի տեսլականը, որ գուցե նրանց մնալով մի օր վերադառնար, բայց հիմա ոչ երեխա կա, ոչ էլ հույս կա, որ կլինի։ Իսկ գյուղում մնացողների համար ամենացավոտը միայն դատարկվող տները չեն։ Տաշիրի այս սարերում, որտեղ հյուրասիրությունը մարդու տեսակի չափանիշ է, այսօր աղքատությունն ու թանկությունը կծկել են մարդկանց ձեռքերը։ Այստեղ, որտեղ հարևանի դուռը միշտ բաց էր գոնե մի գավաթ սուրճի համար, հիմա սոցիալական բեռն այնքան է ծանրացել, որ նույնիսկ ավանդական հյուրընկալությունն է դառնում հոգս ու հաշվարկ։ Ես չգիտեմ, դա փոխվել է, մարդիկն էլ են փոխվել։ Չասիբություն է, ամեն ինչ։ Հիմա ամեն ինչ այնքան թանկություն, որ մի հատ կոֆե չես կարող մարդկանց հյուրասիրես։ Թանկություն ամեն ինչ։ 5000 կոֆե կիլոն է։ Դե տուր։ Դրությունը շատ ծանր է։ Չէ, դրությունը շատ ծանր է, ասում է զրուցակիցս ու նույնչափ ոգևորությամբ շարունակում խոսել ու պատմել։ Այստեղ ապրող մարդիկ սովորել են քիչ ունենալ, քչով բավարարվել, բայց չեն հարմարվում մոռացված լինելու մտքին։ Տաշիր քաղաքից ընդամենը 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս գյուղ հասնելը իսկական փորձություն է։ Տարիներ շարունակ այստեղ ճանապարհ չի եղել, իսկ այն ինչ հիմա կա, դժվար է ճանապարհ անվանել։ Նովոսելցովոյից քաղաք հասնելը դարձել է շքեղություն, որն իր գնով հավասար է օրվա ապրուստին։ Yani թե Կալինոյի ռայոն որ գյուղերում տրանսպորտ կա, ոչ մի գյուղ չունի տրանսպորտ, բոլոր գյուղերում հենց գյուղերում, Շայնազարում, Սարճապետում, Նորաշենում, Խարակիլիսայում, ոչ մի գյուղ չունի տրանսպորտ, որովհետև ոնց որ եղավ քանդեցին, ավտոբուսներն է վերացրին, մարշրուտկեքն է վերացրին, ամեն ինչն է վերացրին։ Հիմա խեղճ մարդիկ գնում են գալիս են, տեղափոխվում են, Տաշիր գալիս են, մի բան առնում են 1500 եղած են առում, 1500 տալիս են տաքսիկում։ Տրանսպորտի բացակայությունն ու քանդված ճանապարհները Նովոսելցովոն դարձրել են աշխարհից կտրված մի կղզի, որտեղ ամեն ուղևորություն դեպի քաղաք փոքրիկ բյուջետային աղետ է։ Նայում ես չքնաղ բնությանն ու ափսոսում, թե ամառային հանգստի ինչ վայրեր են մոռացության մատնված։ Իսկ Տաշիրի այս սառնամանիքների մեջ մարդկանց մի բան է տաքացնում՝ հարևանական կատակն ու մեկ-մեկ էլ իրար գլխի հավաքվելը, հենց թեկուզ թանկ ու կրակ սուրճի մի բաժակի շուրջ։ Հիմա էսի սաղը կտենան Կալնոյի հարևաններ սաղ տեսան, կսկսի վրես ծիծղալ։ Ինչի կասեն մեր հարևանուհուն տես։ Ինչպես արդեն ասել են, այսօր Վերայի տունը գյուղի կանանցով է լցված։ Սևուկովը շատ է նազուտ ուզանում ու ձգձգում իր հրաշքի սպասված ծնունդը։ Էլ ուրիշ ինչ է մնում անելու, եթե ոչ ամեն կես ժամը մեկ սուրճի նոր սեղան բացելը։ Ու որքան էլ կիլոգրամը 5000 դրամ լինի, որքան էլ տաքսին թանկ նստի, մեկ է Նովոսելցովոյում առանց մի բաժակ տաք սուրճի ու մի կտոր անկեղծ զրույցի հյուրին բաց չեն թողնի։ Էսա կնանք տենան կոֆեն տրել են թե չէ։ Շատ։ Բա 4 բոլոր լջերա, բա ինչ ես ուզում։ Լջերի բանա, խոնավա գյուղը, լիճ շատ է, ջրերը շատ են։ Վերա։ Ու հենց այս սուրճի սեղանի շուրջ էլ սկսվում են ամենատարբեր խոսակցությունները կենցաղային հոգսերից մինչև աշխարհաքաղաքական թեմաներ։ Գյուղի կանանց համար սա միայն սուրճ խմել չէ, այլ աշխարհի անցուդարձը քննարկելու ու սեփական վախերն ու հույզերը բարձրացնելու պահ։ Օյազի ջան, լավ բան չկա։ Ես ինչքան հասկանում եմ, լավ բան չկա։ Չէ։ Հիմա աշխարհի դրությունն այնքան վատ է, որ մարդ չգիտի ինչ է գալու գլուխը։ Ես տենց եմ, իմ կարծիքը տենց է, ես ուրիշ բան։ Հա, ես լավ բան չեմ տենում։
Աստված տա լավ եղնի։ Ես էլ եմ ուզում։ Մոլորակից աշխարհի դրություն պետք է լավանա։ Մոլորակից։ Սաղ մոլորակը խառնին իրար երկրագունդը ավիրեցին, սաղ վիրուս բերեցին, գցեցին։ Ինչ։ Դզվում ես վիրուսից։ Մինչև հիմա ես էլ չեմ դզվել։ Ես արդեն լավ եմ դզվել եմ։ Նովոսելցովոյում կյանքը շարունակվում է ստիպված լավատեսությամբ։ Գյուղում մնացած հատուկենտ ջահել հարսներին այստեղ փայփայում են, վախենալով անգամ մի ավելորդ ծանր գործ հանձնարարել։ Կատակով ասում են հուշ չանենք վեժվուշները հավաքեն ու քաղաք փախչեն։ Ու քանի դեռ նոր սերունդը զգուշորեն է մտնում գոմ, գյուղի հնաբնակներն իրենց ուսերին են տանում ողջ ծանրությունը։ Նարինեն գյուղի վաստակաշատ կտվորուհիներից է։ Օրական 20 կով է կթում ամեն մեկի համար ստանալով ընդամենը 4000 դրամ վարձատրություն ամսական կտրվածքով։ Բայց տարիների այս տանջանքը ոչ միտեղ չի գրանցվում։ Սա Նովոսելցովոյի կանանց ամենամեծ ցավն է՝ աշխատել ողջ կյանքում, բայց պետության աչքում համարվել չաշխատող։ Ջահել հարսներ ունենք, ջահել աղջիկներ ունենք։ Աշխատանք չկա, որ միտեղ գնան աշխատեն, ինչ անեն։ Գոնյա մի բաներն երեխային զբաղվեն։ Այդ չկա, ոչ մի բան չկա այստեղ։ Բա դու չես ասում, այն այս գյուղում, որ ապրում ենք, չէ։ Ահա, արդեն ես 63 տարեկան եմ, պետք է թոշակ ստանամ։ Բայց այս գյուղում աշխատանք չի եղել։ Մենք հողագործության ենք զբաղվել պաստայանի, խոդ ենք խաղել, բան ենք արել։ Դրա համար մենք բան ենք տվել, նալոգ ենք տվել։ Մենք նալոգներ ենք տալիս։ Տարեկան ես 100,000 համարյա նալոգ եմ տալիս, հողի նալոգ։ Իմ թոշակ չտվեցին նալոգի բանով։ Չտվեցին։ Ստաժ չի գրվել։ Ստաժ չի գրվել։ Չտվեցին։ Խիետ ճիշտ է, այս մարդիկ որտե աշխատեն։ Որտե գնան աշխատեն, փոքր գյուղ է։ Ասում են գնացեք գյուղեր ապրեք։ Ոնց կարան մարդիկ գյուղեր ապրեն, որ իրանք ոչ տեղ կաշխատանքային, ոչ մի բան չկա։ Մենակ կով է կտել։ Կամ տեղել աշխատում ես, ստաժ չեն տալի։ Չեն տալի, ստաժ չկա։ Պետական աշխատող չես, իրավունք չունես ստանաս։ Այս անելանելիության շղթան փակվում է այնտեղ, որտեղ սպառվում են եկամտի բոլոր աղբյուրները։ Եթե առաջներում խոպանը փրկողակ էր, ապա այսօր ռուբլու արժեզրկումն ու նոր հարկային պարտավորությունները այդ հույսն են մարում։ Ուրիշին կով ենք կթում ապրում ենք, ուրիշ եկամուտ չունենք ստեղ։ Արտագն աշխատանքի թե գնում են, այդ եկամուտով ենք ապրում։ Հիմա էլ հենց նալոգներ են դրել արտագն աշխատողների վրան, որ ձեռք չի տալ էտել արդեն։ Գումարը այն չի, այն ժամանակ 13-14 հազար էր ռուսական 1000 ռուբլին, հիմա գին չունի։ Ազս այն ժամանակ սենց չեղե, այն ժամանակ տեխնիկաները կան, ավտոբուսը 2 անգամ աշխատում էր, խանութ կար, դպրոց կար, մինչև 4 դասարան, հիմա չկա։ Այն ժամանակ ամեն ինչ նորմալ ա եղել, սենց չեղել, որ ասենք, հիմա խանութ չկա, մի լուսկու համար պետք է գնանք Տաշիր կամ Ստեփանավան։ Այն ժամանակ դպրոցը կար, 4 դասարան երեխեքը հաճախում են, իսկ հիմա առաջ դասարանից մինչև 12-րդ դասարանը գնում են Սարատովկայի միջնակարգ դպրոց։ Տիկ 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 Արտակ նուշ գնացր։ Տիպը 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 Նովոսելցովոյի լռությունը երբեմն խախտվում է տիկին Արևիկի ձայնով։ Նրա բակում անթիվ անհամար թռչուններ են, հավեր, բադեր, սագեր, որոնք տանտիկնոջ հիմնական զբաղմունքն ու սփոփանքն են։ Ինքն իրեն թռչնաբուծության նախարար է կարգել, մինչդեռ ծանր գործը, կովն ու ձին ու մնացած մեծ տնտեսությունը տղայի ուսերին են։ Ամեն ինչ ունեն, ամեն ինչ էլ պահում են, բայց ստացված եկամուտներից մեղմ ասած այդքան էլ գոհ չեն։ Կաթի էժան գներից այնքան են խոսել, բողոքել ու սրտնեղել, որ հուսակտրվել ու սրտակտրվել են։ Էլ շատ խոսել չեն ուզում նույն ծեծված թեմայից։ Ամեն ինչ ունենք, խազել ունեն, գնացել են արածելու։ Տեղում չեն։ Մեր անելիքը անասունակով նա ցուլա էտա էլի, ձել ունենք, բայց տանը չեն։ Կաթ հանձ մենք ապրում ենք, ուրիշ արդ երկիր չի կարում գնա։ Ինչի՞։ Որովհետև մեր հարսիկը հիվանդ է։ Ես է մենակ չեմ կարում արդեն։ Կաթը որ մի քիչ թանգանա, լավ կլինի, որ էժանա ամեն ինչն էլ թանգանում է։ Այդա։ Ու նորից ճանապարհի մասին։ Ճանապարհը չէ, այդ տարիներով ինչ ծնվել եմ, այս ճանապարհը դեռ չի սարքվել։ Էդի սարքված չի, գազնել կտենանք էլի, էդա։ Դատարկվել են, գյուղում մարդն հենց ջահել չի մնացել, սա Տաշիր քաղաք են գնում, Ռուսաստան են գնում, որովհետև
Հարմար չեն հարմարվում արդեն, որ գնում են արտերկիր ընտեղ ամեն ինչ հարթ, հարմար, աշխատում են, ուտում են, հագնում են, ստեղ որ գալիս են արդեն չկա դրանք։ Նովոսելցովոյում կյանքը կարծես երկու զուգահեռ իրականության մեջ լինի։ Մի կողմից քանդված ճանապարհներն ու ջահելների արտահոսքն են, մյուս կողմից լավատեսության այն փոքրիկ կայծերը, որոնք թույլ չեն տալիս գյուղին վերջնականապես մարել։ Տարիներ շարունակ այստեղ ձմեռը հաղթահարել են միայն փայտով ու աթարով, բայց այսօր գյուղ մտած գազի խողովակները մարդկանց համար սոս կապույտ վառելիք չի։ Դա ազդանշան է, որ Նովոսելցովոն դեռ կա քարտեզի վրա։ Թեև վերջնական միացումներին դեռ սպասում են, բայց սպասում են հույսով, որ կենցաղային այս տարական հարմարությունը գուցե կանգնեցնի գյուղի դատարկումը։ Ճանապարհներ շինեն շատ լավ կլինի, գազը բերել են, բայց չեն միացրել։ Հլա սպասում են գազերին մարդիկ, անհամբեր սպասում են, թե երբ միացնեն գազերը։ Այդ նորությունն է։ Հա, բայց գազ չի եղել վաբշե։ Անցյալ տարի քաշել են, հիմա սպասում են, որ երբ պետք է տներում բան անեն։ Ու որքան էլ զարմանալի է, հենց այս լքվածության ու լռության մեջ երբեմն հակառակ հոսանք է սկսվում։ Գյուղի նեղ փողոցներով շրջելիս իմացանք, որ կան մարդիկ, ովքեր տեսնում են Նովոսելցովոյի թաքնված հարստությունը, ջրառատությունն ու ալպիական մարգագետինները։ Դավիթի օրինակը գյուղում եզակի է, բայց խոսուն։ Տարիներով արտագնա աշխատանքի մեկնած տղամարդը որոշել է այլևս չբռնել օտարության ճամփան։ Նա Տաշիր քաղաքից տեղափոխվել է այստեղ, գնել տարիներով կողպված տներից մեկն ու որոշել իր ու ընտանիքի ապագան կառուցել հենց այս հողի վրա, հիմնելով խելացի անասնաֆերմա։ Դավիթի համար սա պարզապես բիզնես չէ, այլ փորձ ապացուցելու, որ նույնիսկ ամենադժվար պայմաններում հնարավոր է տունը շեմ պահել։ Հոկտեմբերին այս տունը գնել եմ, որոշել եմ անասնապահությամբ զբաղվել։ Ման քչից սկսել ենք, ուզում ենք խելացի անասնաշենք կառուցենք։ Դիմել ենք մեր համայնքապետարան, փառք Աստծո, ընտառաջում են։ Մոտակա մի ամսից կսկսենք երևի։ Պետական ծրագրից էլ ուզում ենք օգտվենք։ Ստեղ նախ համ ջրառատ է, համ ջրաշուշանը կա, երևի քչերը գիտեն դրա մասին։ Եթե ճանապարհի հարցը լուծեն, ստե տուրիզմն էլ կզարգանա։ Արոտավայրերը ստե անծայրածիր են։ Ուղղակի որ այս ճամփեն sense դժվար է, մարդիկ ուզում են գնան քաղաք։ Այ որոնց նոր այս հարցը լուծվավ, ինձ թվում է մեր Ղարաբաղի ժողովուրդն է ցանկանան կան, ստե ապրեն, դարդակ տներ էլ կան։ Մինչ Դավիթի նմանները Նովոսելցովոյի ապագան կապում են խելացի ֆերմաների ու տուրիզմի հետ, գյուղի հինաբնակների ակնկալիքները շատ ավելի պարզ են։ Նրանք հոգնել են քաղաքական մեծ խաղերից ու հեռուստացույցով հնչող օտարանուններից։ Տաշիրի սառը քամիների տակ ապրող մարդկանց համար պաշտոնյայի ազգանունը երկրորդական է։ Նրանց պետք է խաղաղ երկինք ու արդար գներ, որպեսզի թոշակառուն չմտածի վաղվա հացի մասին։ Նովոսելցովցիների փիլիսոփայությունը պարզ է, ով ուզում է լինի ղեկավարը, միայն թե թիկունք լինի աշխատող մարդուն, ոչ թե ծանրացնի նրա առանց այն էլ հոգնած ուսերը։ Դե թող Կարապետյան եղնի, թող Փաշինյան ով որ եղնի, մենակ բարի լավ մարդ լինի։ Մեզ համար լավը լինի։ Ճիշտ է Կարապետյանը սաղից լավն է, սաղից լավ կլինի Կարապետյան, բայց ով որ լինի մեզ համար մեկ է, լավ լինի։ Մարդիկ թող ապրեն ազատ, հանգիստ, թող կռիվ չլինի, ազատություն լինի, թանկություն չլինի, այնքան մեղման է թոշակ ավելացնում են, հիծուման է ավել բան են։ Եղածը թանկացնում են։ Դա տենց խոչ չի։ Ի վերջո գյուղ բերող քարուքան ճանապարհներին, գազի սպասող խողովակներին ու թանկացող սուրճին հաջորդում է ամենակարևոր լռությունը։ Այստեղ մարդիկ սովորել են քչով ապրել, բայց չեն սովորում կորստի հետ, որովհետև բոլոր խոսակցությունները տնտեսության, պաշտոնների ու թոշակի մասին ի վերջո հանգում են մեկ կետի, առանց որի իմաստազրկվում է թե աշխատանքը, թե տունը, թե հենց կյանքը գյուղում։ Կուզեի խաղաղություն, որ մեր ջահել երեխեքը չզոհվեն անտեղի։ Մեր Հայաստանը խաղաղ երեխեքը սաղ զոհվեցին։ Հա, դե հերկի ու իրակ, սպանի կնձի։ Գյուղից հեռանալիս էլ իմացանք սպասված սևուկը վերջապես որց հորթելույս աշխարհ բերել։ Դե ինչպես ժողովուրդն է ասում, կապը պինդ լինի, աչքներդ լույս լինի։ Նովոսելցովոյում կյանքը շարունակվում է չնայած ցրտին, թանկությանն ու ճանապարհի փոշուն։ Շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ այստեղ նոր կյանք է ծնվում ու քանի դեռ մարդիկ հավատում են, որ վաղվա օրը խաղաղ է լինելու։ Հարգելի հետևորդ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել ու ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։
Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ։ Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան։ Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիս ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։